Վերջերս շատ են խոսում Էփշտեյնի ֆայլերի մասին։ Մենք գիտենք, որ Էփշտեյնը, ինչպես նաև Էյնշտեյնը եւ մնացածները հրյաներ են։ Էփշտեյնի փաստաթղթերում շատ են հանդիպում գոյ եւ գոյին բառերը։ Գոյը դա հեթանոսն է, գոյիմը հոգնակիում, հեթանոսներ։ Դա մի եզրույթ է, մի գաղափար, ըստ որի որոշ հրյաններ, լուսավորված հրյաններ, սուրբ մարդիկ ճակերտավոր նայում են մնացած ազգերին, որպես բարբարոսներ։ Այսինքն, ինչպես էին հռոմեացիները նայում մնացած ազգերին, ինչպես էր եգիպտական որոշ կաստա, փարավոնը, քրմերը նայում մնացած ազգերին եւ այլն։ Ամեն տեղ թագավորական, ազնվարյուն, ամպոտ մարդիկ նայում են մնացածներին ինչպես աղբ, ինչպես գազաններ, ինչպես կենդանիներ։ Հետևաբար, այս հրեական գաղափարը նաև մուտք է գործել տարբեր գաղտնի կազմակերպություններ գոյ հասկացողությունը, այսինքն նրանք մարդիկ չեն։ Մասաները կենդանիներ են, մասաները ոչինչ են։ Եվ կան մարդիկ, որոնք իրենց համարում են օրենքից բարձր, այսինքն նրանք աստվածային են, Աստծո զավակներ են, նրանք ազատագրվել են ամբողջ այս աշխարհի խավարից ու աղբից, հիմա նրանք եթե խաբեն, եթե գողանան, եթե սպանեն, այսուհետ նրանց համար հանցանք եւ մեղք չի։ Դա է տալիս այն համարձակությունը մարդկանց, որ նրանք ինչ ուզեն անեն ժողովրդի հետ, հասարակ ժողովրդի, ժողովրդիս մեր նման մարդկանց հետ։ Այսինքն, Աստվածաշունչում իհարկե կան գաղափարներ, որտեղ սուրբերը պետք է իրան սուրբ պահեն, չախտոտվեն, կռապաշտությունից, այլանդակությունից, այլասերությունից հեռու լինեն, բայց եկավ մի ժամանակ, որ տարբեր խմբեր, եսեները, փարիսեցիները եւ մնացածները իրենց լրիվ հեռու պահեցին ժողովրդից, նույնիսկ իրենց ժողովրդից, եւ նույնիսկ իրենց ժողովրդին համարում են մեղավորներ, դիվահարներ։ Դրա համար, հասկանալու համար, այս ամենը ես ցանկացա ներկայացնել, որպեսզի մենք հասկանանք ճիշտ Կողոսիայում տեղի ունեցած որոշ խնդիրների մասին։ Կողոսյան Փրուգիայի քաղաքներից մեկն է, որտեղ առաջ եկան այնպիսի գաղափարներ, ինչպես է, օրինակ, մանտանիզմի մասին հաջորդ անգամ կխոսեմ, քրիստոնեության մեջ մտած, վերջը գաղտնի կազմակերպություն, գաղտնի գաղափարներ։ Մենք գիտենք, որ գաղտնի կազմակերպության բոլոր ուսմունքները, որ կան, վերցված են հրեական ուսմունքներից։ Կողոսիա քաղաք մթա 6-րդ դարում եկել էին հրեաներ, որոնք բերել էին այդ հատուկ լուսավորությունը, հատուկ գաղափարները, հրեշտակների եւ դիվական աշխարհի հետ շփվելու որոշ կանոններ, որը խառնվել էր փիլիսոփայության հետ եւ մի նոր թաքնագիտական գաղափար էր, ուսմունք էր ստեղծվել։ Եվ Պողոս առաքյալը կանգնել էր նմանատիպ մարդկանց առաջ եւ լսելով բանտում Եփափրասից, որ այսպիսի մարդիկ կան եւ խնդիրներ են ստեղծում Կողոսիայում, նա նամակ է ուղարկում, որպեսզի այդ հարցերին լուծում տա։ Հիշեք, միշտ կան մարդիկ, որոնք իրենց վեր են դասում, որոնք մտածում են, որ իրենց նմանը չկա, իրենք ուրիշ ձև են կարծում, իրենք աստվածային են, իրենք օրենքներից բարձր են, իրենք աստվածներ են երկրի վրա։ Այդպես են անում կայսրերը, թագավորները եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք այստեղ մի կարևոր բան։ Իհարկե, կա Աստվածաշնչում այսպիսի գաղափար, որ Աստծո ժողովուրդը սրբվել է Հիսուս Քրիստոսի արյունով, որ այս մարդիկ որդեգրվել են եւ այսուհետ էլ դատապարտության տակ չեն կամ օրենքի տակ չեն եւ նրանք պիտի խոնարհությամբ, հեզությամբ ապրեն Տիրոջ պատվիրաններով։ Իսկ հրեաների մեջ տարածվել էր այն գաղափարը, որ հեթանոսի հետ հաց էլ չի կարելի ուտել։ Էփշտեյնի ֆայլերում եւ տարբեր մարդկանց վկայություններում ներկայացված է, որ նրանք երբ որ ուտում էին,
թույլ չէին տալիս, որպեսզի սեղանին նստի մի ուրիշ մարդ, որ այդ կաստայից, այդ էլիտայից չէ։ Այսինքն մարդիկ, որպեսզի ընդունվեն ինչ-որ մի հասարակության մեջ, նրանք անցնում են գյուռով, այսինքն անցնում են մի ճանապարհով, որից հետո կարող են արդեն շփվել բարձրակար, բարձրադիր մարդկանց հետ։ Ուրեմն այսօր մարդիկ այնքան են իջացրել Հիսուս Քրիստոսի զոհը, որ երբեմն մտածում են, որ եթե նրանք վերստին ծնվեն, ապաշխարեն, դարձի գան, խոստովանեն իրենց մեղքերը, չեն փրկվելու։ Այսօր մարդիկ կան եկեղեցիներում տասնամյակներ, որոնք կարծում են, թե իրենք փրկվածներ չեն։ Հիմա կարդում եմ Կողոսացիս առաջին գլուխ 12 համարից։ Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն նրա արյունով մեղքերի թողություն։ Այստեղ Պողոս առաքյալը ասում է եկեք գոհանանք նրա համար, որ մենք մի ժամանակ խավարի իշխանության տակ էինք, խավարի իշխանության մեջ էինք, ստրուկներ էինք, իսկ հիմա դուրս եկանք եւ որդիներ դարձանք եւ այսուհետ մենք սուրբերին մասնակից ենք, այսինքն մենք դարձել ենք սուրբեր եւ միջև այդ ապրած աշխարհում լինող սուրբերը, որոնք ունեն կարգավիճակ, որոնք ունեն բաժին, մենք ենք մտնում այդ բաժնի մեջ։ Հետևաբար իհարկե շուտով կխոսենք մեկ անգամ փրկված հավիտենապես փրկված գաղափարի մասին, որ մարդիկ ովքեր Տիրոջն են դառնում եւ Տիրոջ զավակ են դառնում, ժառանգորդ են դառնում, սրբվում, արդարացում եւ փրկվում են, նրանք ազատ են, որպեսզի էլի ընկնեն, ինչպես շունն ու խոզը ետ է դառնում իր հին կենսակերպին։ Ուրեմն, այստեղ Պողոս առաքյալը արձանագրում է, որ մենք պետք է շնորհակալ լինենք, որտեղ մենք փոխադրվել ենք լույսի թագավորության մեջ։ Իհարկե, սա չի նշանակում, որ ուրիշները Աստծո պատկեր չեն։ Սա չի նշանակում, որ մենք լավն ենք, ուրիշները վատը։ Այլ Տերը ոմանց հերթով, այսպես ասած, ըստ կամքի նրանց, ոչ կամազրկորեն, ցույց տվեց եւ փոխադրեց նրանց ճշմարտության մեջ։ Երբ ես ուսանող էի երկրորդ կուրսում, էկոնոմիկայի եկան ասեցին, ովքեր են ուզում դառնալ մենեջմենթի ֆակուլտետի ուսանողներ, եւ մենք բաժանվեցինք։ Ոմանք ընտրեցին մենեջմենթ կառավարում, ոմանք տնտեսագիտություն։ Տնտեսագիտություն եւ մենեջմենթ։ Դա հիմքում դրված է էկոնոմիկա, այկոնոմոս հունական բառը։ Ռուսերենում դամաստրայительство։ Աստվածաշնչում այս բառը շատ է հանդիպում փրկության սատերալոգիայի գաղափարի մեջ։ Այսինքն մենք հիմա օրինակ կարդանք. եւ նրանով ամենը հաշտեցն է իր հետ խաղաղություն անելով նրա ձեռով նրա խաչի արյունով թե երկրի վրա թե երկնքում լինողներին եւ շարունակում է նրա տնտեսության մեջ ես դրված եմ որպես առաքյալ։ Եփեսացիս թղթում մենք կարդում ենք էլի այս այկոնոմոս էկոնոմիկա բառի մասին, էկոնոմիա այս բառի մասին, ուրեմն ինչ ասում, ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճության պես, որ առաջուց դրավ իրանում ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսում, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա եւ եկեղեցին հեթանոսները։ Այսինքն, Աստվածաշունչում կա էկոնոմիկա, տնտեսագիտություն, տնտեսություն եւ կառավարում գաղափարները։ Նոր թարգմանությամբ կառավարում որպես մենեջմենտ։ Այսինքն, ինչպես է Աստված կառավարում իր արքայությունը։ Ինչպես Աստված կարողացավ երկինքը, երկիրը իրար հետ միավորի եւ դրանից հետո ինչպես կարողացավ հрьяաներին եւ հեթանոսներին իրար հետ միավորի։ Դա կոչվում է տնտեսություն։ Ինչպես Հիսուս Քրիստոսի արյան միջոցով փրկության ծրագիրը եղավ եւ ամբողջ աշխարհում այսուհետ մի տնտեսություն է Աստծո արքայությունում լույսի թագավորության, հույսի թագավորության, սիրո թագավորության շրջանակներում։ Հետեւաբար նայեցինք նաեւ
սուրբերից հետո նայեցինք նաև տնտեսության գաղափարը։ Ինչպես է Աստված տնտեսվարում ամբողջ տիեզերքը։ Երկինքը, որին միացրեց նաև երկիր մոլորակը, որ ընկել էր մեղքերի մեջ։ Տնտեսության հետ կապված մենք տեսնում ենք առակ, օրինակ Մատթեոսում աշխարհի վերջի մասին խոսելուց հետո Հիսուս Քրիստոսը խոսում է տնտեսի առակը, որը դրել էր մնացած ուրեմն ծառաների վրա, որ ինքը պիտի ժամանակ առ ժամանակ տար նրանց սնունդը, ղեկավարեր, ինչ պիտի անեն եւ ինչ պիտի ուտեն։ Դա է տնտեսի կառավարությունը, կարևորությունը։ Աստված Նոյին էլ տնտես դրեց, տապանում, Ադամին դրեց, Եդեմում, Փարավոնը Հովսեփին տնտես դրեց եւ այլն։ Տնտեսը տնտեսվարելն է։ Այսինքն մենք հիմա ուրիշ տնտեսվարության, քաղաքակրթության, քաղաքացիության մեջ ենք։ Տիեզերական, որտեղ Տերը տնտեսվարում է եւ ամբողջությամբ ղեկավարում է, որտեղ այստեղ ինչ ասում։ Եվ նա ամենից առաջ է եւ ամեն բան նրանով է հաստատ։ Ինքն է հաստատ պահում, ինչպես Եբրայեցիս առաջին գլխում ամեն ինչ ինքն է ղեկավարում, որտեղ նրա ուշադրությունից դուրս ամեն ինչ կկործանվի եւ կքանդվի։ Դա կապված Աստծո հետ։ Եվ ձեզ էր որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի էիք մտքով չար գործերում։ Այսինքն այստեղ ներկայացում է, որ իսկապես այս մարդիկ հեթանոսները, ում ինքը այստեղ գրում է Փրուգիայի մարդիկ, իսկապես թշնամի էին Աստծուն, այն իմաստով, որ կռապաշտ էին եւ Աստծո կամքով չէին գնում եւ հակառակում էին Աստծուն եւ օտարացած էին, ինչպես նաեւ բոլոր ազգերս, որոնք չէին ճանաչում ճշմարտությունը, Աստված ճշմարտությունը բերեց եւ մեզ լույսի թագավորության մեջ գցեց ու այսուհետև մենք Աստծո որդին ենք։ Հիմա հաշտեցրեց իր մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռով, որ մեզ սուրբ ամբից եւ անարատ կանգնեցնի իր առաջին։ Այսինքն Հիսուս Քրիստոսը հագավ մսեղեն մարմին։ Ինչի համար, որովհետև Կողոսիայում կար գաղափար, որ Աստված հոգևորը Հիսուս Քրիստոսը եկավ, նա մարմին չէր, նա մեղքերի մեջ չանցավ, փորձություններ չունեցավ։ Դրա համար նեռի ուսմունքի մասին Հովհաննեսի գրքում ես ներկայացնում եմ ինչ է նեռի ուսմունքը, որ Հիսուս Քրիստոսը մարմնով չի եկել եւ չի պահել Աստծո պատվիրանները եւ փորձության մեջ չի հաղթել չարին, այսպես ասած։ Հիմա այստեղ ինչ ենք տեսնում։ Հիսուս Քրիստոսը իսկապես հագել էր մսեղեն մարմին եւ մեղքի մարմնի նմանության մարմին։ Այդ մեկ։ Երկրորդը նրա նպատակն է ոչ թե մենք պարզապես ինքնանպատակ մտնենք լույսի թագավորության մեջ, այլ ինքներս դառնանք սուրբ, անբիծ եւ անարատ եւ շատ շատերին բերենք այդ արքայության մեջ։ Ինքները շարունակելով մնալ աշակերտներ, ինքները շարունակելով մնալ Աստծո ծառաներ, ոչ թե չարի ծառաներ։ Եթե հավատքի մեջ հիմնված եւ հաստատ կենանք եւ առանց շարժվելու այն ավետարանի հույսից, որ լսեցինք, որ երկնքի տակ լինող բոլոր արածներին քարոզվեցավ, որին ես Պողոսս պաշտոնյա եղա։ Այստեղ ինչ է ուզում ասել։ Եթե բառը հունարենում կա 4 եթե, որը պայմանական նշանակություն ունի, ինչպես այստեղ։ Եթե դուք մնացիք այս վարդապետության, այս քաղաքացիության մեջ, դուք լույսի մեջ եք, բայց ցանկացած ժամանակ կարող եք դուրս գալ։ Ինչի համար եմ դա ասում, որտեվ տարբեր դարերում, նույնը կալվինիզմը եւ այլն, ներկայացնում էր, որ մեկ անգամ փրկված հավիտենապես փրկված։ Աստծո արքայություն կարող ես մտնել եւ Աստծո արքայությունից կարող ես դուրս գալ։ Դա քո տիրապետման մեջ է մտնում։ Դու ինչ ուզում ես, կարող ես ուրեմն դա անել։ Այստեղ ասում է երկնքի տակ բոլոր մարդկանց ավետարանվեցավ։ Իհարկե մենք սպասում ենք, որ ամբողջ աշխարհը քարոզվի ու Տերը գա, բայց Պողոս առաքյալը ասում է, արդեն այն տարածքները, որոնք ճանաչված էին, այդտեղի մարդկանց բոլորին քարոզված էր։ Դա ինչ է նշանակում, ինչ է վերջ չենք հասկանում, բայց սա մի մեծ հարված էր Կողոսիայում գտնված գնոստիկների համար, որոնք մտածում են, որ ճշմարտություն մենակ իրենք գիտեն։ Մի քանի հոգի էին, որ տիրապետում էին այդ լույսին։ Իսկ Պողոս առաքյալը այստեղից սկսում է ասել, որ Աստծո ճշմարտությունը, Աստծո քաղաքացիության ընդունումը եւ Աստծո ճշմարտությունը այնքան բաց է, որ ցանկացածին քարոզում է եւ ցանկացած մարդ կարող է մտնել դրա մեջ։
Այսինքն, եթե Էփշտեյնի ընկերությունը փակ էր եւ միայն հատուկ մարդիկ հատուկ ճանապարհով կարող են գնալ, Հիսուս Քրիստոսի լույսի ու թագավորության մեջ մարդ կարող է ապաշխարության աղոթքով մտնել։ Ու վերջ։ Իսկ եթե ապաշխարության գործեց չգործեց, նա մի օր էլ, այսպես ասած, հնարավոր է հայտնվի դրսում ու ինքն էլ չիմանա։ Կամ իմանա։ Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներում ձեզ համար, որ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասի մարմնում նրա մարմնի տեղ, որը եկեղեցի։ Այստեղ շատ բարդ արտահայտություն է Պողոս առաքյալը օգտագործում, որ ես մտածում եմ կարևոր գաղափարը ինչ է։ Ոչ թե նա ասում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները բավարար չեն եկեղեցու համար, որտեղ ասում է Քրիստոսի չարչարանքները եկեղեցու համար եկել եմ լրացնում եմ նրա պակասը։ Պողոս առաքյալը ցանկանում է ասել այն, որ եթե ես այսօր բանտում եմ հեթանոսներիդ ու եկեղեցու համար, դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի չարչարանքները շարունակվում են։ Ինչպես Մովսեսով սկսվեց չարչարանքները, Մովսեսը ընտրեց Հիսուս Քրիստոսի չարչարանքները, այդպես էլ ես Հիսուս Քրիստոսի չարչարանքները կրում եմ եկեղեցու համար, ոչ միայն իմ համար, այլ հեթանոսների համար, քանի որ Պողոսին բռնեցին եւ տարան բանտարկության եւ մահվան, հենց այն պատճառով, որ կարծեցին, թե ինքը հեթանոսներից մեկին մցրել է իր հետ։ Որի ես պաշտոնյա եղա Աստծո այն տնտեսության պես, որ ինձ տրված է ձեզ համար Աստծո խոսքը տարածելու։ Ինքը տնտես է, որ Աստծո խոսքը պետք է մատակարարի Աստծո տնտեսության մեջ։ Տնտեսությունը դա բիզնեսն է, որը իր բոլոր ճյուղերում աշխատում է ու ինքը ինչ որ կառավարիչներից մեկն է Պողոս առաքյալը իրեն համարում որպես տնտես եւ որպես ծառա այս համակարգում։ Այն խորհուրդը, որ ծածկված էր Հավիտենից դարերից, իսկ հիմա հայտնվեցավ իր սուրբերին։ Հարցը ինչու։ Շատ են օգտագործում խորհուրդ գաղափարը, քրիստոնյաները, քրիստոնեական եկեղեցիներում ամեն ինչ խորհուրդ է, մկրտության խորհուրդ, սրա խորհուրդ, նրա խորհուրդ։ Այստեղ Փրուգեում շատ են օգտագործել խորհուրդ հասկացողություն, որ իրենք ինչ որ գաղտնիքներ են իմանում, ինչ որ սովորական մահկանացուները չգիտեն։ Պողոս առաքյալը ասում է Հիսուս Քրիստոսի մահով բացահայտվեց փրկության, մեղքի եւ մնացած խորհուրդները, որոնք երբ որ ժողովուրդը ապաշխարում է, վերստին ծնվում է Սուրբ Հոգին բացահայտում է այդ խորհուրդը։ Եփեսացիս 2-րդ գլուխն է արդեն։ Որոնց Աստված կամեցավ ցույց տա, թե ինչ այն խորհրդի փառավոր ճոխություն հեթանոսներում, որ է Քրիստոսը ձեզանում այն փառքի հույսը։ Այսինքն մի ժամանակ Հիսուս Քրիստոսը կամ ասենք ասենք խորանը գտնվում է Իսրայել ժողովրդի հետ անապատում։ Դա մի մեծ փառքի ճոխություն էր, որ Աստված բնակում է նրանց հետ։ Այդ լույսը, այդ կրակը, այդ ներկայությունը նրանք զգում էին։ Ինչից զրկված էինք մենք հայերս եւ այլն եւ այլն։ Օրինակ մթա 5-րդ դարում, 10-րդ դարում, չգիտեմ եւ այլն, երբ որ մենք ճշմարիտ Աստծո հետևորդներ չէինք, թող ներեն ինձ արիական հայերը, բայց մենք հայերս կրակապաշտ էինք եւ կռապաշտ էինք։ Փաստարտ է ցույց տալիս եւ պատմությունը, որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով ամեն իմաստությունով, որ ամեն մարդի կատարյալ կանգնեցնեն Քրիստոս Հիսուսումը, որի համար էլ աշխատում են ճիգ թափելով նրա ներգործության չափով, որ ինձ անում ներգործում է զորությունով։ Ինչի մասին է այստեղ։ Քարոզում ենք խրատելով ամեն մարդու, սովորացնելով ամեն մարդու ամեն իմաստությունը։ Չկա մի գաղտնի քրիստոնեության մեջ, որը մենք չենք ասում։ Քրիստոնեությունը ամենաբաց ուսմունքն է։ Եվ քրիստոնյաներս ենք, որ այդ լույսը տարածում ենք ամբողջ աշխարհում, այդ կյանքի հոտը, որ տարածվում է ամբողջ աշխարհով։ Այսինքն մի ամբողջ քաոսի մեջ, Պողոս առաքյալը առաջին գլխում ասում է մի մեծ կարծես քաոս լինի, որտեղ քարոզվեց ճշմարտությունը բոլորին, որպեսզի բոլորն էլ պտուղ բերեն, որպեսզի բոլորն էլ դառնան Տիրոջ մարգարեներ։ Չկա ինչ որ գաղտնի էլիտա, չկա ինչ որ կառավարություն, չկա ինչ որ խավար, որը փակ լինի, որը գաղտնիք լինի, որ պետք չէ հավաքվել ինչ որ սարի գլխին, ինչ որ մի
գաղտնի ինչ որ մատուրում կամ մի քարանձաում եւ այլն։ Ճշմարտությունը շատ բացահայտ է, ճշմարտությունը շատ գեղեցիկ է, ներկայացնում ինքը իրեն։ Ուրեմն, մենք տեսանք, որ չկա հավիտենական փրկության ուսմունք։ Կա այսօր դու փրկված ես, շարունակում ես դավանանքդ, փրկության մեջ ես շարունակում։ Դուրս ես գալիս, դու ազատ ես, ցանկացած ժամանակ, լինես Հուդան, որը դևեր էր հանում, որը հրաշագործ էր, որի անունը կյանքի գրքում գրված էր, բայց այնպես ստացվեց, որ ինքը դևը մտավ նրա մեջ ու ինքը այսուհետև արդեն խավարի իշխանության հետևորդը եղավ։ Այստեղ ասում է ճիք եմ թափում։ Ճիք թափելը դա նշանակում է վազել, ընդհանրապես ասպարեզի հետ կապված բառ է, որը հանդիպում է նաև Տիմոթեոսում եւ այլ հունական աղբյուրներում, որ սա վազելու հետ կապված գաղափար է։ Մենք պիտի վազենք, դժվար է վազելը, բայց ասպարեզը պիտի անցնենք եւ հաղթենք։ Եվ դրա համար կա ներգործություն Աստվածաշնչում, ուրեմն գաղափարը այսպիսին է։ Ուրեմն ես ինչի վրա ուզում կանգնեի, ճիշտ հապեն նրա ներգործության։ Փիլիպպեցիս գրքում, որը զուգահեռ գիրք է, այնտեղ ներկայացված է այս գաղափարը։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայության, այլ իմ բացակայության ժամանակ, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Վասնզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ անելն էլ իր բարեհաճության պես։ Հիմա այստեղ կարծես թե երկու համարներ իրար հակառակ են։ Մեկում գրված է. ձեր փրկությունը գործեցեք դուք ահով եւ դողով։ Աստծո ահով եւ Աստծո դողով գործեցեք ձեր փրկությունը։ Այսինքն մարդն է գործում իր փրկությունը։ Մյուս կողմից ինչ է ասում այստեղ։ Վասնզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ անելն իր հաճության պես եւ միջև էլ ասում է ինչ որ սկսեց ձեր մեջ պիտի հասցնի ավարտին։ Հիմա կամենալն է ցանկությունն էլ մարդու գալիս է Աստծուց, թե մարդն է իր փրկությունը գործում։ Ինչպես այստեղ գրված է, ահով եւ դողով է գործում մարդը, որպեսզի մնա փրկության մեջ։ Հարցը ինչու՞։ Իհարկե, ահով դողով է գործում իր փրկությունը, քանի որ նրա մեջ ներգործություն կա եւ կամենալ է տվել Աստված այդ մարդուն։ Ինչի համար, որտեղ այդ մարդը, ինչպես կարդացին Կողոսացիներում, մտքով եւ գործերով թշնամի էր Աստծուն։ Մարդ չի կարող լավ բան անել, մարդ չի կարող դեպի լույսը ձգվել։ Աստված է դնում այդ ցանկությունը, Աստված է դնում այդ ներգործությունը, որը ինքը աստվածավախությամբ, ճշմարտության հետևելով, մարդկանց Աստծո պատկեր համարելով, խտրականություն չդնելով ազգերի մեջ, գնալ դեպի աստվածային խորհուրդը, ինչպես Հիսուս Քրիստոսը իր աղոթքում, ինչպես ասում են քանապետական բարեխոսական աղոթքում, Հովհաննեսի 17-րդ գլխում ասում է Տեր Աստված, ինչպես մենք ենք միասին, այնպես էլ այս մարդիկ, ովքեր ապաշխարում են, դարձի են գալիս մեկ տիեզերական տնտեսության մեջ լինեն ու պաշտպանիր նրանց այս երկրում, որը իսկապես երբեմն համարվում է չար աշխարհ։ Իհարկե աշխարհը ու երկու նշանակություն Աստվածաշնչում։ Թող Աստված օրհնի բոլորիս։ Շատ կարճ ուզեցա ամփոփել Կողոսացիների առաջին գլուխը, որտեղ նախորդ անգամ խոսել էի արդեն Քրիստոսի մասին որպես անդրանիկ ծնվածների եւ մահացածների, այս անգամ ուզում էի Կողոսացիների գիրքը վերջացնեի։ Կարող եք հավանել, որպեսզի համակարգը, որը մարդ չէ, բանական չէ, այլ արհեստական բանականություն է, հասկանա եւ կարողանա տարածել եւ շատ շատերը տեսնեն։ Թող Աստված օրհնի բոլորիդ, կհանդիպենք արդեն շարունակություն ուսումնասիրելու համար։ Աստծո օրհնությունները ձեզ եւ ձեր ընտանիքներին։